Հարգելի դատարան, հարգելի դատավոր, ես ունեմ մի հաստատուղ, որտեղ տալիս եմ, որ իրանք չունեին մեր երեխեքի միան տանել պատրաստ։ Մի քիչ բարձր։ Դա միջավ վերել եմ ստորագրված պայմանագիրը, որ ինձ տրամադրել է Արցախի իրավապաշտպանը։ Ինքը լինելով շտաբի պետ, ինքը լավ տեղակայել է, որ երեխեքը անպատրաստ է։ Այդ երեխեքը գելված է, որ եթե իրանք պրիսյագ են տալի, նորակոչիկ չեն կոչում, բայց պրիսյագը ընդունում են երեխեքը համապատասխան զինվորական դասընթաց անցնելուց հետո։ Իսկ այս մարդիկ այդ երեխեքին չեն պատրաստել, իմ երեխեն անձամբ մի հատ պատրոն կրակած չի, դա ինձ ասել է ռազվեդկի դասակի հրամանատար, իրան միջակայք հրամանատար։ Բայց իրանք երեխեքին ինքը իր շտաբի պետ, ինքը իմացել է երեխեքը անպատրաստ են, այդ երեխեքին նայելան դեր։ Ինքը խաբեց ասեց տարել եմ դիրքավորել եմ, մեկ ապացուցին, անձամ ես եմ ելնդել, ոչ մի հատ դիրք չի ելել, դե ոչ մի հատ խրամած կորված չի ելել։ Ինքը իմ երեխեն զոհվել է դեկտեմբերի 27-ին, 3 ամիս մնացել է շրջափակման մեջ, ու չի հանձնվել։ Ինքը պարկել է, ամսի 27-ին եմ իրան հանել, հոկտեմբերի 27-ին։ Բայց իմ երեխեն այդ ժամանակ եղել է շրջափակման մեջ, ամսի հոկտեմբերի 10-ից եղել է շրջափակման մեջ։ Ինքը դաժե չի հետաքրքրվել։ Ես դրա համար այն ժամանակ ասեցի, հասնամ թույլ չտվեցի, ես Գրիգորյան ինչ էր անունը, ասում էր կապի մեջ եմ ելել։ Ես ունեմ Գրիգորյան, դու կապի մեջ ես ելել Վահանյանի, դու ասել ես, որ երեխեքը շրջափակման մեջ են, թե չէ։ Ես մարդը չի հետաքրքրել, ինքն էլ պարկած է, չի հետաքրքրել։ 21 հոգի եկել են հոկտեմբերի 16-ին, մանի, Կիրովականի մոբի տաղեկին են երեխեքին փրկել, 21 հոգի, եկել են Գորիսից բռնել են այդ երեխեքին, տարել Շուշի Բերդ, ինքը չի հետաքրքրել, ինքը կարող հետաքրքրել, չի հետաքրքրել, ես եմ զանգել Վարդանեսյան Գարիկին, 3 օր հետո Գարիկ գնացել է հանել, եթե երեխեքի ջաներ են լից, այդ երեխեքն են զոհվել։ Ինքը вообще որ ասում են դե անզգուշության հարց չկա ստե անզգուշություն որն է որ ինքը մտածված իմացել է որ կամպի միջոցը տանի այդ զորքը արդեն անզուգ ինքը մտածված անել է եթե մտածված չէ կարող ինքը մտածել գոնե ես փախել եմ զանգեմ այդ երեխեքին ասեմ այդ երեխեքին հայտել են չեն հանդիպի մանավանդ իման զանգել են մոբի Չէ, անգելը ինչ խոսացել է, որ ես միջազգ եմ, այդ ամիսներ չի ինչ անզգուշության մասին է խոսում։ Ես առաջերվանից էլ ասել ես որ բազմի այդ մարդիկ ծմաղտան, ոչ թե մենակ իրան, իրանման շատ կան, ես առաջերվանից պայքարել եմ, նոյեմբերի 13-ից ընդդեմել, ես տեսել եմ այդպես հրամանատարը, լիքն են էլ Շուշիից եկելին ծնողներ, ասում մեր երեխեն ողջ է, շտաբում մտած, Ղարաբաղի շտաբի պետի մոտ մտել ենք այդ ժամանակ։ Ասում եկել ասում երեխես ողջ է, ստեղ է, ասում ով արս, ասում հրամանատար, ասում այդ հրամանատարը, էլ ինչ հրամանատար, որ իր երեխան թողել է փախել։ Ինչ հրամանատարի մասին։ Հիմա ես մարդուն եմ ես ասում։ Դու ինչ հրամանատար, որ դու փախել ես, հետո ասում ես անժգություն։ Հետո եկել ես տեն ներողամա, ասում ես իմ երեխեքը անչափած է, մեր երեխեքը անչափած չի։ Իմ երեխեն հիվանդ ելել է, տարել ես մարտունի 2, իմ երեխեն հիվանդ այլ է, փորձավ այն կպե 20 հոգի, 20 հոգի փորձավ են կպե, դուք այդ երեխություն տիրություն չեք ար, ես եմ ստիս դեղեր պասիլ կա ուղարկի, այդ երեխուն քիչ որ բուժվարչություն չէ, դու հրամանատար ես էլ էտ է, բուժվարչություն, ինչ բուժվարչություն ասեն, հրամանատար, չէ, ես չեմ հավակտել հլա Հետո խոսում ես, ասում ես մանը, Վարդերեսյանը գնացել է ման եկե, Վարդերեսյանն ու Վազգեն այնքան տղամարդին, գիտեին, որ աղորդը փոց են ուտել, ամեն իրիկուն իրանց տպել են, առավոտը մարդի գնացել են, դու էդ էլ չարեցիր։ Դու չեք ար զոհված ընկերոջ տեղը ցույց տաս։ Հասկացանք շարքային, Հակոբ Ջանյանը աֆիցերը չէի կարող, Հակոբ Ջանյանը տեղ ասեիր։ Վիշկի տակ է զոհվել այդ տղեն։ Էդ էլ չես արել։ Հիմա ասում եք անզգուշություն, ինչ անզգուշություն, ինչ մարդկության մասին է խոսքը, եթե այդ մարդը ոչ մի բան չի արել։ Գոնե որոն գար այդ ժամանակ մենք ընկած ծնողները մարդին մագալի, որ տեղն իմանային այդ այն գտնեն իրանց։ Հայ կազնեկավնդը ոչ մի հատ, որ հայ կազը փախած էր, որտեղ գնաց 3 անգամ մտել է մի հատ մարդ չի հանելից։ Իրան նման մեկն էլ հայ կազնայել է։ Այդ մնացել են Վարդան Վազգենն այլ է, մեկ էլ Վարդերեսյան Գարիկը։
ուրիշ ոչ իմ երեխան զոհվել է քո դավաճանության հետևանքով։ Դու եթե լավ հրամանատարն ես, կասերի գոնե երեխերքս մնացել են ողջ են գնացեք, դու էլ չես արել։ Այսքան բարոն դատարան ես կխնդրի ամենախստագույն դե տվել են, ես չեմ հասկանում այս հոդվածներով ամենախստագույնը որն է, ինչքան հնարավոր ամենախիստ ձևով իրան դատեք։ Եթե կուզեք ես էլ տամ ձեզի, որ այս հոդվածը գոյություն ունի, էլի։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։